Բարի լույս, բարի գալուստ իմ նոր վլոգ, ես նոր եմ արթնացել, մի քիչ քնած եմ, խմում եմ իմ տաք ջուրը, որը արդեն գոլ է, տաք չի, ու հեսա կհարցնեք Զառա ջան, բա որ նոր ես արթնացել ես կուրտկով տան մեջ նստած, որովհետև ինձ զանգեց առաքիչը, ասեց, որ իմ թեմուի պատվերները հասել են, ես իջա վերցրի, ու հեսա մի քիչ տեսքի գամ, միասին կբացենք, իդեպ մի շաբաթ կլինի արդեն, որ օրես սկսում եմ տաք ջրով, հետո նախաճաշում եմ, հետո նոր սուրճ եմ խմում, ու տենց ինձ ավելի լավ եմ զգում, այդպես, այսօր համել տնից դուրս են գալու, կգնանք կենտրոն, ու եթե եղանակը լավը լինի, կհանդիպենք ընկերուհուս։ Երեխեք ես պրոբկաներով, անձրևով, սելավով եկա հասա իմ սիրելի դոկտոր Ամալիայի մոտ, իր մասին ինստագրամում շատ եմ խոսացել, յութուբում չեմ ասել, եթե մանրամասները էջը ուզում եք, ինստագրամում սաղ ինվորմացիան կլինի, եթե ունեք խնդիր եղունգների հետ, դոկտոր Ամալիան պոդոլոգ է, դուք չեք երևում դոկտոր, եթե ունեք եղունգների հետ խնդիր, մտեք իրա էջ, եկեք իրա մոտ, անկեղծ եմ ասում, բացի են, որ ինքը շատ լավ մասնագետ է, ինքը նաև շատ լավ մարդ է, ես իրան շատ եմ սիրում, ինքը դրա մասին գիտի։ Երեխեք ես դուրս եկա կլինիկայից, հիմա անձրևն է լավ է կտրվել է, ուզում էինք գնայինք դալմահաց ուտենք, բայց քանի որ անձրև չկա, կարանք մնանք կենտրոնում, հիմա մի տեղ նախաճաշ կանենք աղջիկներիս հետ եւ կգնանք մեր տուն սրճելու։ Մի քիչ ձեզ ցույց տամ Երևանը անձրևից հետո, կարող է լինեն մարդիկ, ովքեր ինձ նայում են օրինակ արտասահմանից եւ կարոտած լինեն Երևանը։ Նայեք, աղջիկներն են։ Սով, բարիվ։ Привет, կյանքուս։ Էդիչա։ Սոֆետ ինչա։ Արդարացում։ Շիշկա։ Ուր էիք երկու ամիսա։ Ուր էիք կորե։ 8 ժամա տեղ ենք ման գալի, որտեղ կարելի է նախաճաշել, որովհետև հեռուտեղ չենք ուզում, որ մեքենան չանենք, որտեղ անձրև է, ու այդ պատկերացնում եք Երևանում անձրևներին ինչ խցանում է լինում։ Բայց լավ է, չէ՞ ցուրտ չի։ Հաճելի է։ Այդ քո ասած Ալյասկան է։ Հավես է մի խոսքով։ Սառնոտ է, բայց ցուրտ չի։ Մենք երկար մտորումներից հետո եկանք պրեպա, ես որոշեցի ինչ-որ սենց նոր մի բան փորձեմ, ես էլ վերցրել եմ, որ տանեմ տուն Արսենը ուտի, տնեք չոքատար կին եմ, ինչ ես ուտում։ Ինչ եք ուտում։ Կա հավ, ավոկադո։ Սով դու ինչ ես ուտում։ Կա հավ չի։ Բա ինչ է։ Սոֆյան դեմա նկարվելու իմ հոլովակների մեջ։ Ոյ, մի խոսքով մեզ բարի ախորժակ։ Մենք ավարտեցինք մեր նախաճաշը, հիմա գնում ենք մեր տուն սրճելու, իդեպ ձեզ մոռացա ասեմ, որ հիշում եք, դուք եթե իմ ինստագրամին հետևում եք, կհիշեք, եթե չեք հետևում, չգիտեք, որ հրաժարվել եմ վերջին շրջանում գելլակից, որտեվ այս բութս ուներ խնդիր, այսօր պոդոլոգս համել էդ նայեց, մի քիչ ուղումներ արեց, որ շատ արագ վերականգնվի ու ասեց, կսեմ նշի իուղ, ասեց այդ ամենը լավն է օգնում։ Մի խոսքով այսենց արդեն ես բան եմ, բնական աղջնակ եմ էլի առանց գելլակի։ Երբ ես շտատիվ առնելու մեքենայում, որ ես ինձ դնեմ, ու իմ չկընկնի։ Ուղղակի պետք է ընդամենը շտատիվ առնել, Անժելա։ Չէ, դրա չի թեքվում։ Ուղղակի պետք է շտատիվ առնել։ Այսքան պետք է այն վլոգի մասին մտածել, մի քիչ։ Շո մենք արդեն եկանք տուն։ Սոֆյան նայում է մուլտիկ, սուրճ ենք դրևորվում ենք։ Կխնդրեմ իմ սուրճը շնորհակալություն ու փորձելու ենք այս նոր Pinkberry մառոժնին, որի մեջ իրեն ինչեր են, ինչ-որ շարիկներ են։ Տենանք 850 դրամ ինչի համար ենք տվել։ Լիմոզնի համի։
Գիտես ինչի համ ունի։ Հին մի հատ մառոժնիկ։ Ապրես, մեր մանկության։ Ոնց որ ելակի մի հատ մառոժնիկ, դա հենց Լեցնովի ելակի համով։ Հենց ելակի բան կար է։ Ահա։ Мне нужно было придумать, как есть вредную еду, не попадаясь маме. Поэтому я решил построить секретную комнату 7-Eleven. 350 դրամ կտայի։ Нужно найти подходящее место. Բայց 830 կներեք չի տա։ Нашел его. Վայ, սա հալվեց։ Смотри, здесь целая огромная комната. Это так круто. Ես իսենց դնենք, հեսա կտանք Արսենը կուտի։ Это чуть потише? Нет, дело в том, что мама в спортзале. Հա, ոչ թույս ուտ, ես չեմ ուզում։ Я, Зус, Майкл, мой персональный. Ստեղ էլի բաներ ունենք, բայց Все вместе. Все усердно работаем. պրեպայից վերցրել ենք ինչ-որ սենց բաներ Այնտեղ ինչ որ մեկի իրան եւ վերցրել ենք ելակ։ Կոֆեից հետո եկավ ռասպակովկայի պահը, առավոտը Թեմուից պատվերները բերեցին։ Չեմ հիշում ինչ եմ պատվիրը, գիտես չէ։ Ինչ ես ուզում, Սոֆ։ Մեզ ես նայում։ Ինչ ես։ Այսի պրոստը ֆուտբոլկա էի ուզում սպիտակ ու գրել էի բամբակ։ Քիփ էի ուզում։ Հա, Լեն չէի ուզում, բայց հետաքրքիր է բամբակա, թե մի կպիսով։ էլաստին, էլաստան, կոտ 92% բամբակա։ Այո, լավն է։ Հա, այսի վերջապես եմ բաներից էի պատվիրել, որ մազերը, հա, մեկ հարմար արինում եմ, որ հավես չունեմ մի բան անեմ, ես սրանով կփորձեմ։ Լոկններ կանեմ։ Սոֆ, նայ, մազերի համար է, գիտես, որ խուճուճացնես մազերը։ Չես ինչով։ Հա, նոսկիներ էի պատվիրել Արսենին։ Բայց ոնց որ փոքր։ Լսի, 41-ից 47 եմ պատվիրել։ 37-ից 36։ Մասնից պետք է պատտեմուին խոք։ Հա, համարյա։ Կողը փոքր լինի։ Դու կհակես։ Դե հա, իրականում սև ու սպիտակ։ Ոչ ինչ լավն է որակը։ Լավ, բայց ես դու կարաս։ Նասկի ձեզ պետք է։ Իմ ոտերը սա փոքր չի։ Էսա կտնաս, որ էսի իրան կլինի։ Սաղ գիշեր։ Ամբողջ քիչը։ Սաղ գիշեր պահում ես։ Նենց եմ սիրում, որ բան եմ պատվիրում ու չեմ հիշում ինչ եմ պատվիրել։ Հա, էսի հիշում եմ ինչա։ Ոչ ինչ փոքր է։ Ինչի՞ համար։ Քեզ սրանցից պետք չի։ Հա, որ սենց կպցնեմ։ Ես կուխնյա չեմ մտնում։ Մարտով երկու ամիսա բան չի սարքել։ Դե լավ, հարգելի պատճառներով, հավես չունի։ Այսի բիգուդիները, որ չոլկա սենց առաջ եմ ֆենում, էսի կպցնեմ, որ ես մասը չտափակի, սենց աբիոմով լինի։ Սպոնժ, ենքան լավն են սրանք։ Ունես։ Իդեպ է սպոնժիկները երեխեք շատ լավն են, եթե կուզեք անպայման արտիկուլը կթողնեմ, թեմույմ արտիկուլը, հա, Կան։ հա, շատ լավն են, իրանք շատ եմ հավանում, արդեն մի քանի անգամ պատվիրել եմ, մեկ էլ ես, այն որ պետք է մի բան առնես է, որ 8000-դ լցվի ջինս եմ առել։ Սիրուն է։ Շատ սիրուն է։ Սիրուն է։ Խանաթակի։ Հեսա հակնում տենանք։ Գիտես ինչն է դուրս գալի, որ փափուկ են ջինսերը լինում։ Այն որ կայ որ սենց հոգնում ես, ոնց որ քարի մեջ լինես։ Բայց ես սիրուն է։ Շատ սիրուն է, պրինտն է։ Մի րոպե հոգնեմ երեխեք։ Խնդրեմ, այս էլ ջինսը հագս։ Շատ յուրջ։ Ես գոհ եմ իմ շոփինգից, շատ ստացված շոփինգ էր։ Դե իհարկե երկար է, որովհետև ես 1.57 եմ լավագույն դեպքում։ Սիրուն է, Սոֆ։ Դե լավ, մենք գնացինք մեր աղջիկական օրը վայելելու։ Վերջ աղջիկները գնացին, մի հատ խոհանոցը մի թեթև կարգի բերեմ։ Օ, գնամ ինչ անեմ, հանգստանամ։ Իդեպ, եթե հանկարծ վերանորոգման փուլում եք կամ պլանավորում եք վերանորոգում անեք, ես ձեզ խնդրում եմ, այս գույնի մատվի մեբել հանկարծ չանեք, ցանկացած մատնահետք, ցանկացած յուղի հետք, ոչ թե սենց ուղակի տպվում եւ մնում, այլ
անկաղմվում է այս փայտի մեջ եւ հետո ոչ մի ձև իրան չի լինում նույն հին տեսքին բերել։ Մի անգամ ա եղել, որ սենց իդեալական կարողացել եմ մաքրել, դիտո ես չեմ արել, մաքրող կազմակերպություններ եկել, իրանք շատ լավ էին մաքրել։ Ուզում եմ շաբաթը մի անգամ գամ խնդրում եմ։ Շաբաթը մի անգամ եկեք խոհանոցը մաքրեք։ Իմ համար տուն մաքրելը ընդհանրապես բարդ չի, բայց խոհանոց մաքրելը շատ բարդ է ու կարևոր է խոհանոցը մաքուր պահել, որտեղ ես անընդհատ նկարում եմ։ Բայց իհարկե չի ստացվում։ Ստացվում է, այն ինչ ստացվում է։ Այդպես երեկոն եկավ, իմ էներգիան վերջացավ։ Ես իդեպ այն մարդկանցից եմ, ով երեկոյան էներգիայի պակաս է ունենում։ Ես գիտեմ, որ կան մարդիկ, ովքեր երեկոյան են կարողանում իրանց գործերը անեն, առավոտյան իրանք sense պրոստը օվիշ են լինում, իմ մոտ հակառակն է։ Ես առավոտյան շատ ակտիվ եմ, ինչ պետք է կարամ անեմ, շուտ արթնանամ, նախաճաշս անեմ, սուրճս խմեմ, գնամ գործեր անեմ եւ այլն, բայց երեկոյան ես ոչ մի բան չեմ պլանավորում ու ես մանկուց տենցն եմ եղել, որ հենց մութը ընկնում է, վсё, իմ համար օրը վերջացավ, հələ ամառները մութը մի քիչ ուշ է ընկնում, էլի օքեյ է։ Բայց ձմեռները ես կարամ ժամը 7-ից պարկեմ։ Միակ գործը, որ ես երեկոյան եմ սիրում թողնել, դա բաղադրատոմսեր նկարելն ու մոնտաժելն է։ Այ դա կարող եմ երեկոյան անել, բայց իմ շրջապատում կան մարդիկ, ովքեր սիրում են օրինակ տունը երեկոյան մաքրեն, առավոտ արթնանան, սենց արդեն մաքուր սիրուն լինի։ Ես պետք է արթնանամ, առավոտ մաքրեմ տունը։ Ես կյանքում գիշերը պիլասոս առաջ չկամ։ Չգիտեմ իրականում ինչից է, բայց դե հիմա մարդիկ տարբեր են, ամեն մարդ մի ձև է։ Իսկ մոնտաժները սենց կպարկեմ, հանգիստ կանեմ, YouTube-ից վիդեոներ կնայեմ, ինչ որ որոնք օրվա ընթացքում պահում եմ, որ նայեմ։ Էլ ինչ եմ անում երեկոյան ես թե եմ խմում, բայց ոչ մի պլաններ չեմ սիրում կազմել։ Օրինակ աղջիկները, որ ինձ ասում են, կարող է երեկոյան մի տեղ գնանք, ասում եմ եկեք խորոբոտ է էլի, իմ համար այդ վարվեցի։ Իմ համար այդ ընկերուհիներով նախաճաշի գնալու պահը, դա պրոստը սենց աշխարհում ամենալավ բանն է։ Ես շատ եմ սիրում այն ինչ որ կապված է առավոտվա հետ։ Երեկոյան չէ։ Հենց մութը ընկնում է, իմ մոտ ինչ որ սենց պանիչսկի բաներ է սկսվում, որ ես պետք է շուտ տունը լինեմ։ Այդ իդեպ գալիս է մանկուց։ Երբ որ մենք փոքր էինք, ես հիշում եմ, որ ժամը 9-ին մեր տան դուռը պետք է դրսից փակվեր, պապաս էր տենց սիրում, ու մենք բոլորս պետք է լինեինք տանը, իհարկե բացառությամբ աղբորս, բայց ես չեմ հիշում, որ ես օրինակ փոքր ժամանակ գնամ ծնունդ ու 8-ից հետո գամ տուն։ Միշտ պապաս շուտ գալիս էր իմ հետևից, կամ ասում էր, այսին ժամին տունը կլնես, ու այդ լինում էր 7:30։ Ես ոչ հասցնում էի այդ ծննդյան տորթը կտրել, մասնակցել այդ կտրատման արարողությանը, ոչ ուտել այդ տորթը։ Ու տենց մանկուց իմ մոտ սենց ինչ որ տագնապային վիճակ է, որ մութն ընկնելուն պես ես պետքա տանը լինեմ։ Բան այդպիսի բան էր։ Գնամ մամաններս լվանամ։ Եկավ իմ սուրճ խմելու եւ մի քիչ բլբլալու ժամը։ Իդեպ սուրճս խմելու եմ այս պրեպայի համովություններով, դրսից սպիտակ շոկոլադա, պիստակի մածուկով, ներսը բրաունի է, մի րոպե ցույց տամ։ Վարդը չի, բայց պիստակը ստեղ իմաստ չունի, որովհետև շոկոլադի համի ֆոնին պիստակի համը ընդհանրապես չի երևում, չի զգացվում։ Վանիլայով ինձ թվում է ավելի լավ կլիներ։ Այդպես սուրճ խմեմ, մի քիչ էներգիա հավաքեմ, ուզում եմ մի հատ ամեն դեպքում տները մի քիչ մաքրեմ, որ վաղը քիչ բան մնա անելու։ Այդպես շաբաթվա մեջ իմ ամենասիրած օրերը ուրբաթն է ու շաբաթն է, որտեվ հաջորդ օրերին գործի չեմ, ուրբաթ երեկո ու շաբաթ ամբողջ օրը, ու այդ նրանից հետո չի եղել, որ սկսել եմ հիմնական աշխատանքի գնալ աշխատել, միշտ է տենց եղել, որովհետև երբ որ օրինակ երկուշաբթի ես չաշխատեմ, բայց ժողովուրդը աշխատի, ես իմանամ, որ դա պաշտոնապես աշխատանքային օր է, ես ինձ վատ կզգամ, ինձ կթվա, որ սաղ աշխարհը առաջ է գնում, ես մնացել եմ նույն տեղում, ես առաջ չեմ գնում եւ այլն, իսկ շաբաթ ու կիրակի հիմնականում մարդկանց մեծ մասը չեն աշխատում, ու այդ կայֆ միտք է, որ մենակ դու չես, ոչ մեկ այդ օր առաջ չի գնում, ինչ որ բանի չի հասնում, մանավանդ հիմա մի քիչ դժվար դարում ենք ապրում, երբ որ տեսնում ես, որ մարդիկ
20 տարեկանում, 25 տարեկանում առնում են տուն, երկրորդ տուն, երրորդ տուն, մեքենա, ճամփորդում են, հարազատներին են ուղարկում ճամփորդելու։ Մի տեսակ ոնց որ թերագնահատ ես քեզ, քո արած աշխատանքը ու այդ ֆոնին իրանց հետ համեմատվելով իրոք սկսում ես քեզ մի քիչ վատ զգալ, ասում ես լավ ինչի ես չեմ անում, ինչ պետք անեմ, որ ես էլ հասնեմ այդ լեվելի, բայց ամեն մարդ անցնում է իր ճանապարհը, իր ուղին։ Այդ նույնն է, որ մեկ ամուսնանում է 20 տարեկանում երեխա ունենում, մեկը 30-ում, մեկը 40-ում, ամեն մարդու համար իր ճակատագիրն ու իր ժամկետն է տված։ Իսկ աշխատանքի հետ կապված ես փոքրուց շատ աշխատասեր երեխա եմ եղել։ 13 տարեկանից կարելի ասել աշխատել եմ։ Մամաս աշխատում էր տպարանում, գնում էի իր հետ, իրան օգնում էի ու ստանում էի օրը 2000 դրամ, 13 տարեկան, 14 տարեկան երեխու համար շաբաթական 10000 դրամ ունենալը բավականին մեծ գումար էր, այն թվերին 17 տարի առաջ եմ ասում։ Ու հենց այդ գումարը աշխատելու համար ես կյանքում չէի ծուլանում, կգնայի կաշխատեի, իմ ուզած բաները ինձ կառնեի։ Ես էլ ախպերս էլ փոքրուց աշխատել ենք ու դրա շնորհիվ է, որ այդ աշխատասիրությունը մեր մեջ եղել է։ Մամաս կյանքում մեզ չի ասել, չէ, դուք նստեք տունես, մի արեք, միշտ ասել հա եկեք օգնեք, կարաք այս մասով ձեր հարցերը դուք փակեք եւ այլն։ Ես շատ ուրախ եմ այդ փորձի համար։ Հետո 18 տարեկանից սկսել եմ աշխատել օծանելիքների խանութներից մեկում ու մինչև 28 տարեկան եղել եմ այնտեղ, 10 տարի աշխատել եմ ու բավականին sense ծանր հագեցած գրաֆիկով շաբաթական ընդամենը 1 օր էինք տունը առավոտից ոտքի վրա, այնքան սովորելու բան կար, անդադ նորություններ էր հայտնվում, հաճախորդների հետ աշխատել ամենաբարդ բանն է։ Հետո տարիների ընթացքում, երբ որ արդեն մի քիչ մեծացա, հասկացա, որ ես այլևս սպասարկման ոլորտում երբեք չեմ աշխատի։ Հաճախորդների հետ աշխատել է ամենաբարդ բանն է ու ամենաանշնորհակալ գործն է։ Իհարկե կան, երբ որ հաճախորդները շատ լավն են, ես այդ թվերից ունեմ լիքը ձեռք բերած ծանոթություն, հաճախորդներ, ում հետ մինչև մա կապը պահում եմ ու շատ եմ սիրում։ Նույնիսկ մի պահ, երբ որ մեյքափ էի անում, մինչև հիմա իրանք ինձ զանգում են, ես չեմ անում էլ մեյքափ, բայց իրանց մեկը գնում եմ, անում եմ, ինչ շատ հարազատ մարդիկ են դարձել, բայց ամեն դեպքում բարդ դեպքեր էին շատ լինում։ Երկու ծիծաղալու բան ընթացքում կհիշեմ ու ձեզ տեղ կպատմեմ, ամենասենց զավեշտալին էր, որ միշտ հաճախորդները հարցնում էին քիթս ում մոտ եմ վիրահատել, իսկ իմ քիթը վիրահատած չի, ես ասում եի, որ վիրահատած չի։ Մի դեպք եղավ, երբ որ կինը տղամարդուն ասում է, իբր խի է խափում, ես դիմացներն եմ, ասում եմ, բայց ես չեմ խափում, սենց անում, աղջիկ ջան, ես բժիշկ եմ ու պարզ տեսնում եմ, որ վիրահատած է, ուղղակի հետաքրքիր էր ով է արել։ Ու ես որպես դե խանութի հետ պայն սպասարկող ինձ թույլ չտվեցի կոպտեմ, բայց ուզում ասեք եք մատ խանութի շեմից դուրս գանք, դες մի երկու բան ասեմ էլի։ Դեն շատ հետաքրքիր հավես դեպքեր են եղել։ Արիների հետ մեծանալուց հետո հասկացա, որ մարդ պիտի զբաղվի իր սիրած գործով։ Այդ այնքան կարևոր է։ Այն ինչը վերաբերվում է բլոգինգին, նկարահանումներին, իմ կոնտենտին, իմ համար կոնտենտ ստեղծելուն, դուք չեք պատկերացնի, ես ինչքան սիրով եմ անում։ Ես գործից հետո կարամ հոգնած գամ տուն, բայց մեկը այդ անեմ։ Քանի տարի է ես արդեն ունեմ իմ Instagram-ի բլոգը, մի տարի է սկսել եմ YouTube-ս ու ես չեմ հանձնվում, չնայած նրան, որ դուք շատ ակտիվ եք, ապրեք, բայց մեկը նկարում եմ, որտեղ ես այդ սիրով եմ անում։ Ինձ հետաքրքիր չի դրանից ինչ որ եկամուտ գալիս է, թե չէ, որտեղ ես ունեմ եկամուտի այլ աղբյուր։ Ես այդ անում եմ, որովհետև շատ է ինձ դուր գալի այդ process-ը։ Ինչա դա դուր գալի, երբ որ ես դուրս եմ գալի ու մարդիկ ինձ ճանաչում են։ Այդ իմ համար այդ շատ հաճելի զգացողություններ է։ Գնալով սկսեցի հասկանալ, որ չեմ կարող ասեմ, որ աշխատասիրությունս նվազել է տարիների ընթացքում, բայց սկսել եմ հասկանալ, որ պետք չի քեզ կոտորես։ Հիմա ես զգում եմ, որ ես ավելի ծուլացել եմ։ Հիմա ես աշխատում եմ ավելի թեթև գրաֆիկով։ Նենց աշխատանքա, որ գործս շուտ եմ վերջացնում, դա ընդհանրապես չեմ հոգնում։ Շատ հավես մթնոլորտ է, շատ հավես միջավայր է, բայց ես հավեսով չեմ գնում գործի, որտեվ իմ ուշք ու միտքը այնա, որ ես այս ժամանակահատվածում կարա ինչ-որ կոնտենտ նկարեի, կարա ինչ-որ իվենտի հրավերը ընդունեի, գնայի, մասնակցեի, նոր ծանոթություն ձեռք բերեի, կարա ինչ-որ բլոգերին առաջարկանեի համագործակցության, ինչ-որ կոլաբ նկարեինք իրար հետ։ Հասկանում եմ, որ ոնց որ գնամ այնտեղ ու ժամանակս անիմաստ անցնի, բայց դե իհարկե անիմաստ չի, ես անում եմ աշխատանք, ինձ դրա համար վճարում են ու այս պահին ինձ պետք է այդ աշխատանքը, որովհետև մենակ վլոգինգը ինձ չի բերում այնքան եկամուտ, որ ես օրինակ դուրս գամ հիմնական աշխատանքից ու մենակ ամբողջ օրը ինչ-որ մի բան նկարեմ։ Բայց ամեն դեպքում զգում եմ, որ տարիքի հետ աշխատասիրությունս մի քիչ քչացել է։ Այլ հավեսով չեմ գնում, զորով եմ գնում, ասում եմ չեմ ուզում աշխատեմ, ուզում եմ երկնքից փող թափվի։
Բայց ցավոք այդպես չի լինում։ Մի խոսքով ես գնամ սուրճս վայելեմ։ Դուք ապրեք, որ նայեցիք այս վլոգը մինչև վերջ։ Մեկնաբանություններ գրեք ինձ, սրտիկ եք, չգիտեմ, ստեղ սրտիկ չի, ստեղ բթերա։ Բթեք, լայքեր դրեք ինձ, որ ես էլի նկարեմ սենց երկար վլոգեր ու ձեր հետ կիսվեմ իմ օրով եւ առօրյայով ու նաեւ ուզում եմ սենց ֆորմատի երկար բաղադրատոմսեր էլ նկարեմ։ Ապրեք, որ ինձ հետևում եք, բոլորիդ լավ օր։